Մենք հիմա տեսնում ենք ամեն օր, թե ինչպես է կառավարվել Հայաստանի էլեկտրական ցանցերը, մեր գործընկեր Ռոմանոս Պետրոսյանը հաճախ ինքն է նաև բացահայտում, ինչպես են գումարներ մսխվել ըստ էության, բարձր գներով ինչ որ ծառայություններ գնել իրենց հետ փոխկապակցված ընկերություններից, ինչպես են օրինակ մեքենաներ վարձակալվել, որոնց վարձակալության գինը տարեկան, ասենք ավելի թանկ է, քան այդ մեքենայի գինը, պարզապես կարող էին գնել, ինչպես են բարձի թողի մատնվել ենթակառուցվածքները ու բարձ հարցնում, եթե մի հատ հեծ չեք կարողացել կառավարեք կամ կառավարել եք ըստ էության օլիգարխիկ մենաշնորհային տենց սկզբունքներով, այդ երկիրը ոնց է կառավարելու մի ամբողջ, այդ ոնց է կառավարելու, կամ այդ ինչ գործարաններ եք կառուցեիք, էլի ազատ տնտեսական մրցակցություն է այդ կուշտ փորով ձեր մի քանի միլիարդ կարողությամբ կառուցեիք, էլի ում եք սպասում, թե մենակ բարեգործություն անելու բանի տակ, տենց շղարշի տակ, տենց մեծ բարերար, ձեր նկարները տարբեր եկեղեցիների պատերին խփած եւ այլն, ուրիշ բաներ չեմ ասում, նույնիսկ որ անձնապես գիտեմ, որ ասենք իրանք շինարարական ընկերություններ էլ ունեն, մի քանի շինարարություն կան, նույնիսկ չեն կարում ավարտեն, կամ ունակ չեն, կամ թքած ունեն, էլի այսպես ասած